Խաղաղության խաչմերուկի կառուցման ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը անխուսափելիորեն բախվում է եւ բախվելու է մի կարևոր խնդրի։ Այդ խնդրի անունն է ՌԺԴ։ Դա մի խուլիգան կազմակերպություն է, որը նախ թալանել է ինքն իրեն, հենց Ռուսաստանում։ Եվ հիմա, երբ վարչապետը ուղղակի հանձնարարական է իջեցնում իրենց առաջարկում վերանորոգել այն հատվածները, որոնք կապում են Հայաստանի երկաթուղին մեր հարևանների երկաթուղային համակարգերի հետ, իսկ այդ ամենը մոտավորապես $1 միլիարդ ներդրում է պահանջում, ընդ որում շատ արագ, ՌԺԴ-ն ի վիճակի է դա իրականացնել։ Ըստ ամենայնի ոչ։ Ամենայն հավանականությամբ ոչ, որովհետև նախ դա այդ կազմակերպությունը չէ, որը կարող է այն ինքնաթալանումից հետո, որը տեղի է ունեցել Ռուսաստանում եւ հիմա նրանք Պուտինից փող են ուզում այդ անցքը փակելու համար, այլև իր պետությունն այն պետությունը չէ, որն ուզում է, որ Հայաստանը փոխկապակցվածություն ունենա իր հարևանների հետ։ Եվ ժամանակն է ուղղակի սա փաստել պետականորեն եւ փնտրել այլ գործընկերոջ։ Քանի կա ՌԺԴ, մենք խաղաղության խաչմերուկ չենք ունենալու։ Ժամանակն է մեկընդմիշտ դա ֆիքսել։